Ողջույն ձեզ, քույրեր եւ եղբայրներ, հերթական բնագիծ հաղորդումն է։ Առաջարկում եմ լսեք միջև վերջ, հետաքրքիր է լինելու։ 3 թե 3 չեմիսօրը մեր երկրի ղեկավարները հրապարակեցին փաստաթղթեր, որը վերաբերում է Արցախին վերաբերող բանակցությունների ամբողջ, այսպես, ծավալը, ոնց որ թե։ Բայց հետաքրքիր է, որ ամենակարևոր մասը չհրապարակեցին 19 թվականից միջև գոնե 23 թվականը ներառյալ երբ հանձնեցին Արցախ։ Ես վերլուծեցի եւ հասկացա, որ նախկինում ես մի անգամ ասել եմ եւ ճիշտ դուս եկա։ Արցախի պայքարը երբ որ սկսեց 88 թվականի փետրվար ամսին, եթե չեմ սխալվում, մենք 6 տարի ամբողջ աշխարհը համոզում էինք, մինչև 94 թիվը ներառյալ, համոզում էինք, որ Արցախը դա մեր տարածքն է, մենք դրա համար ենք կռվում Արցախի համար, մենք հանրահավաքներ էինք անցկացնում եւ բռունցքներս բարձրացրած գոռում էինք միացում, 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 կոչ էինք անում դրան, որ սաղ աշխարհը մեզ հավատա եւ հավատացեք այն պահին աշխարհի մի մասը իրոք հավատում էր, որ Արցախը դա Հայաստան է։ Հետո մեկ էլ չգիտես ինչի 94 թվականից հետո կներեք 88 թվականի այդ պայքարը բերեց նրան, որ մենք սովետական միության փլուզումից հետո ստացանք մի հռչակագիր, որի հիման վրա իրավաբանորեն ձևավորվեց Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետություն։ Հռչակեցինք անկախություն։ Մեկ էլ չգիտես ինչի 94 թվականին հետո մեր ղեկավարները սկսին ասել, որ Արցախը անկախ պետք է լինի։ Վստահեցնում եմ, բոլոր մեր ղեկավարները դրան չէին հավատում, որ երբևիցե դա կլինի։ Եվ ոչ մեկ չէր հավատում։ Ոչ մեկ չէր թողա այդ տարածքում Հայաստան ունենալ երկու պետություն։ Բացառվում էր դա։ Եվ ինչ ասեմ, երևի թե ոչ թե անգրագետ պետք է լինես, որ դա չհասկանաս, այլ երևի թե շատ ավելի վատ։ Տեսեք ինչ տեղի ունեցավ։ Մարդիկ, որոնք իրոք մտածում էին Արցախի մասին, մեկ էլ չգիտես ինչի հոկտեմբերի 27-ին 99 թվականին տեղի ունեցավ մի դեպք, որը բոլորս ցավով հիշում ենք, ու հետաքրքիրը նա է, որ այդ օրերին ազգային անվտանգության համար պատասխանատու անձը, ես ձեզ նշում եմ, որ ազգային անվտանգության համար պատասխանատու անձը ոչ թե չպատժվեց, այլ հակառակը, առժամանակ հետո նույնիսկ ստացավ պաշտոնի բարձրացում։ Բայց ազգային անվտանգության համար պատասխանատուն այդ թվում երկրի նախագահն էր։ Փաստացի ոչ մեկ պատիժ չկրեց, ոչ մի ձևի։ Այստեղից սկսեց Հայաստանում ղեկավարների անպատժելիությունը, որով օգտվում է մինչև այսօր մեր այսօրվա երկրի ղեկավարը, որը որ ցավոք սրտի, ես ասել եմ արդեն, չգիտենք ում վրա է, ում համար է ծառայում եւ որ երկրի համար է ծառայում։ Այդտեղից է գալի անպատասխանատվությունը։ Նորմալ երկրում հոկտեմբերի 27-ից հետո երկրի գերագույն գլխավոր հրամանատարը պետք է տար հրաժարական։ Առնվազն։ Իսկ ազգային անվտանգության պատասխանատու անձիկ տնօրենի գլխավորությամբ պետք է քրեորեն պատասխանատվության առջև կանգնեին։ Ցենց սկսեցին գնաց, սղացրեցին ուղակի եւ գնաց։ Եվ չենք զարմանում, որ մեր այսօրվա երկրի ղեկավարը մեկ էլ Պրագայում միանձնյա որոշում է, որ Արցախը պետք է տա Ադրբեջանին։ Ինչից ենք զարմանում։ Ու ոչ մի պատիժ չի կրում։ Ինչից ենք զարմանում, որ ինքը այսօր
քաղաքական բանտարկյալների քանակը հասցրել է նրան, որ երբևիցե նույնիսկ սովետական միության ժամանակ Հայաստանում այդքան քաղաք բանտարկյալ չի եղել։ Այն 37 թվականներին։ Ինչից ենք զարմանում։ Որտեւ մեր երկիրը ցավոք սրտի այդպես էլ չի դարել պետություն։ Մենք ժողովուրդ չենք կարողացել ստեղծենք պետություն։ Մենք չենք կարողացել ծնել մի ղեկավար, որը որ կլինի ազգին նվիրված մարդ եւ կաշխատի համաձայն ստրատեգիական ծրագրերի։ Չկա ստրատեգիական ծրագիր։ Նորից եմ կրկնում, 6 տարի ասում ենք Արցախը մերն է, մեր տարածքն է։ 90-ականների սկզբին հետո շուռ ենք տալի, ասում ենք անկախ պետություն է։ 30 տարից ասում ենք անկախ պետություն է, մեկ է 19 թվականին մեկն էլ նորից ասում է, չէ, դա Հայաստան է եւ վերջ։ Ի վերջո պրծավ նրանով, որ դա դառավ Ադրբեջան։ Որովհետեւ չկար ստրատեգիա։ Չկար ստրատեգիա։ Մեղրին հանձնողը, որը դեռ սկսեց 90-ականներին, փաստաթղթից երևում է։ Այն ժամանակ խոսում էին, այսօր հանձնում են։ Այն ժամանակ այդ խոսակցությունը սկսեց մի հոգի էր ուզում իր աթոռը պայել, հիմա էլ մյուս հոգին է ուզում պայել։ Ես ուզում եմ բոլորիդ ասեմ, բոլոր սպաներին դիմեմ, բոլոր հայրենասեր մարդկանց դիմեմ, ընդգրկվեք մեր շարքերը, մտեք համայնքական ճակատ կուսակցության անդամ դառեք։ Ես կոչ եմ անում սպաներին եւ գեներալներին, մեկը մեկի վրա պետք չի սուտ ցուցմունքներ տակ։ Մի գնացեք, թող ձեզ չհամոզեն կոմպրոմատների համաձայն, որ քեզ կդատենք, եթե սրա վրա չգրես։ Ամբողջ սպայական եւ գեներալիտետը նստած են մի նավակի մեջ։ Ոնց որ եկեղեցական ծառայողներն են։ Տեսեք ընդեղ էլ մեկը մեկի վրա սկսեց արդեն գրել մեր այսօրվա երկի ղեկավարը քանդում է, ոչիլի նման մտնում է արանքը, քանդում է ու հետո իշխում է այդ հակասությունների վրա։ Միացեք մեզ, մենք պայքարելու ենք, քանի որ ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ ազգեր, որոնք հանձնվում են, վերանում են, մենք չենք հանձնվելու։ Շնորհակալություն։